Բարև ձեզ, մենք սկսում ենք փոքրիկ շարք, որտեղ կխոսենք մեդիագրագիտության մասին։ Գիտեք, որ սա թեմա է, որը մի կողմից շատ է խոսվում վերջերս, բայց մյուս կողմից նաև խոսվում է այն մասին, որ չգիտես ինչու հասարակությունը այդքան էլ մեդիագրագետ չէ, եւ կփորձենք ընդհանուր առմամբ հասկանալ ինչ է մեդիագրագիտությունը, ինչու համար է պետք եւ ինչպես անել, որպեսզի լինել մեդիագրագետ։ Սա կարևոր հարցեր են այսօրվա ժամանակաշրջանում, երբ որ մենք ապրում ենք շատ հագեցած տեղեկատվության տեսանկյունից կյանքով եւ չենք կարող հենց այնպես այս ամեն ինչի կողքով անցնել եւ լինել շատ пассив դիտորդի կարգավիճակում։ Եվ եկեք հերթով գնանք։ Առաջինը ինչ է ընդհանրապես մեդիագրագիտությունը։ Այսօրվա միջին մարդը եւ ամեն մեկս կարող ենք հենց մեր վրա էլ սա չափել, որովա մեջ ստանում է հարյուրավոր ծանուցումներ միայն իր հեռախոսով։ Դա տարբեր սոցիալական ցանցերից է, տարբեր հավելվածներից է, որոնք հենց այնպես չեն ծանուցումները, դրանք իրենց հետ բերում են տարբեր տիպի տեղեկատվություն։ Դա կարող է լինել ինչ-որ մի նորություն մեր երկրից, դա կարող է լինել նորություն ամբողջ աշխարհի տարբեր հատվածներից, բայց կարող է լինել մեր ընկերներից, բարեկամներից ինչ-որ մի հաղորդագրություն։ Եվ օրվա մեջ այս ամենը սկսվում է առավոտվանից եւ գնում է մինչեւ մեր քնելու վերջին վայրկյանները, մարդիկ կան, որ դիմադրում են, չեն քնում, որպեսզի վերջին հաղորդագրությունները կարդան, ուղարկեն, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք դառնում ենք ահռելի քանակի տեղեկատվության սպառող եւ պետք է շատ պատասխանատու այս ամենին մոտենանք, որովհետեւ եթե մենք ուղակի տրվենք այսպես հոսանքին, դա կարող է ունենալ վատ հետևանքներ։ Այդ հետևանքները կարող են լինել վատ, որովհետեւ մենք օրինակ առանց ստուգելու ինչ որ մի տեղեկատվություն վերցնենք կախված առողջության հետ, կախված մեր ֆինանսական հնարավորությունների եւ գործարքների հետ եւ այլն, բայց մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ միայն սպառողներ չեն ապրում այսօրվա այսպես մեդիա հագեցած հասարակությունում, այլ այս ամենը ունի նաեւ իր մութ կողմերը, որովհետեւ կան մարդիկ, կան պետություններ նույնիսկ, որոնք շատ լավ հասկացել են, որ տեղեկատվությունը շատ է, մարդիկ լուրջ կախվածության մեջ են գտնում այդ տեղեկատվության տեսանկյունից եւ դա կարելի է օգտագործել որպես զենք, որպես գործիք կոնկրետ մարդկանց վրա ազդելու, կոնկրետ հասարակական խմբերի վրա ազդելու, կոնկրետ երկրների ամբողջ հասարակությունների վրա ազդելու։ Դրա համար մենք պետք է քայլ առ քայլ հասկանանք ոնց լինենք պաշտպանված, այսպես ասեմ, զարգացնենք տեղեկատվական իմունիտետ, որպեսզի չընկնենք չարագործների, իսկ շատ դեպքերում դա հատուկ չարագործներն էլ չեն անում, այլ ուղղակի բամբասանքներ են, մեկը մյուսին սխալ է ինչ-որ մի բան պատմում ու վերջում ստացվում է ինչ-որ մի անհեթեթություն, որը կարող է բացասական հետևանքներ ունենա մեր կամ մեր մտերիմների վրա։ Եվ եկեք հիմա հերթով գնանք։ Առաջինը դա այն հիմնական մի քանի քայլերն են, որոնց պետք է հետևել, որպեսզի այսպես ճիշտ ձևով սպառել մեդիան։ Մեդիա ասելով մենք պետք է այսօր հասկանանք շատ ավելի լայն, քան երբ որ դա պատկերացվում էր մի քանի տասնամյակ առաջ, երբ որ մեդիայի տակ հասկացվում է շատ հստակ հեռուստացույցներ, ռադիոներ, թերթերն էին։ Այսօր փաստացի մեդիա կարող է հանդիսանալ մեկ մարդ, որը TikTok-ում մեծ լսարան ունի, մարդ, որը Instagram-ում փոքրիկ լսարան ունի, բայց մեկ էլ ու իր տարածված նյութը, մեկ էլ այսպես որ ասում են, պայթեցրել է ողջ համացանցը եւ մեկ էլ այդ մարդը դարձել է լուրջ մեդիա, որովհետեւ ինքն էլ չէր սպասում, բայց իր կողմից տրամադրած տեղեկատվությունը մեկ էլ ունեցել է մեծ լսարան։ Այնպես որ մենք փորձենք հիմա ոնց որ կանոններով հետևել, թե ոնց մենք պետք է դառնանք մեդիայի սպառող
Եվ սպառող ասելով մենք պետք է նաև հասկանանք, որ մենք ոչ միայն սպառող ենք այսօր, այլ նաև տարածող, ամեն մեկը WhatsApp-ով ընկերներին ուղարկում, մյուսը Telegram-ով բարեկամներին, մեկը Facebook-ում ինչ-որ մի բան տարածում, ոնց ասում են, share անում, եւ մենք էլ չենք հասկանում, որ մենք էլ ենք մեդիա դառնում եւ կարող ենք նաեւ վնաս տալ ուրիշներին, այնպես որ հարցը մեդիագիտության ոչ միայն պատասխանատու սպառելն է, այլ նաեւ լինել պատասխանատու տարածող, գիտակցել, որ այսօր դու նույն կարգավիճակում ես, ինչպիսին էր օրինակ 30 տարի առաջ հեռուստաընկերությունը կամ տպագիր թերթը եւ պետք է լինես նույնքան պատասխանատու, ոնց լինում էին ինչ որ չափով պատասխանատու խմբագրերը, բոլորը չէ, բայց մի մասը։ Այնպես որ եկեք քայլերով գնանք եւ մի քանի հաղորդման միջոցով կփորձենք այսպես շտկել իրավիճակը, փորձել մտնել ինչ որ մի ճիշտ շրջանակի մեջ։ Եվ այսպես հետևենք այն մի քանի կարևոր քայլերին, որոնք մենք պետք է ունենանք գիտակցաբար, հա։ Առաջինը, երբ որ մենք ստանում ենք տեղեկատվություն, մենք պետք է շատ հստակ գիտակցաբար ինքներս մեզ ասենք, արդյոք ես գիտեմ, թե սա ինչ աղբյուր է, որից ես ստացել եմ այս տեղեկատվությունը։ Այսինքն, օրինակ, սա հայտնի լրատվամիջոց է ինձ, օրինակ, թե անհայտ։ Սա հայտնի մարդ է, այն առումով հայտնի, որ ընդհանրապես ես իր մասին մինչև ես լսել էի, թե ոչ։ Թե ոչ։ Երկրորդը դա ոչ միայն հայտնիությունն է, այլ նաև վստահելիությունը, որովհետև կան լրատվամիջոցներ, որոնք հայտնի են ինձ, բայց ես նաև գիտեմ, որ իրենք հայտնի են նրանով, որ շատ են սիրում խաբել։ Կամ օրինակ հիմնվել ինչ որ մութ իրենց աղբյուրների վրա, հա, այսինքն շատ լրատվամիջոցներ կան, որոնք ամեն ինչ ասում են ըստ մեր աղբյուրների Պենտագոնում, Կրեմլում, ես իմ ստորգետնյա աշխարհում, երկնքում եւ այլն, բայց միշտ չի, որ դա այսպես վստահելի տպավորություն է թողնում։ Կամ նույն մարդու տեսանկյունից, հա, մենք գիտենք, որ շատ այսպես կոչված փորձագետներ կան, որոնք տարբեր թեմաներով խոսում են մամուլով, խոսում են իրենց Facebook-յան լայվերով կամ Instagram-ի լայվով եւ այլն, բայց հերիք չի, որ մարդ կոչվի ինքնակոչ քաղաքագետ լինի կամ իրեն ինչ որ լրատվամիջոցներ կոչեն քաղաքագետ, նաեւ կարեւոր է թե որքան է մինչեւ այս պահը իր ասածները օրինակ իսկապես հետո ապացուցվել կամ կանխատեսումները իսկապես հետո իրականացել գոնե մի մասը։ Հա, այսպես մենք առաջինը նայում ենք թե որքանով է ճանաչելի ծանոթ մեզ աղբյուրը, երկրորդը թե մինչև այս պահը որքանով էր նա վստահելի։ Հաջորդը արդեն մենք նայում ենք ոչ միայն աղբյուրին, այլ բուն տեղեկատվությանը։ Այսինքն առաջնային մեզ պետքա այսպես հուզի մեկը, թե օրինակ եթե լրատվամիջոցը կամ մարդը ինչ-որ մի բան հայտնում է, ինքը ում վրա է հղում անում։ Հղումը գնում է հենց իր վրա, այսինքն ինքը ասում է, որ ես ականատես եմ, թե ինքը հղում է անում ինչ-որ կոնկրետ մի լրատվամիջոցի, որը այսպես նույնպես մենք պետք է նայենք արդյոք այդ աղբյուրը մեզ ծանոթ է թե չէ։ Կամ ավելի վատ տարբերակ, երբ որ հղում է անում, ասում է ինտերնետում գրել են կամ էլի տենց տարօրինակ հղումներ կան, ասում են իտալական մամուլը գրում եք, դուք բոլորդ էլ հասկանում եք, որ չկա տենց գաղափար իտալական մամուլ, կան կոնկրետ իտալական լրատվամիջոցները։ Նույնը Հայաստանում, հա, եթե ձեզ ինչ որ մեկը ասի հայկական մամուլը գրել է, դա բավականին անորոշ է, որովհետև մենք լավ էլ պատկերացնում ենք, որ լրատվամիջոցները շատ տարբեր հայացքներ ունեն, լրատվամիջոցները շատ ժամանակ ուղղորդվող են եւ չկա ընդհանրացված հայաստանյան մամուլ։
Այնպես որ կարևոր է թե աղբյուրը որտեղից է։ Մյուս կարևոր բանը արդյոք այդ տեղեկատվությունը ուրիշ տեղել է հայտնվել։ Եթե շատ մի կարևոր բան է եղել, սովորաբար դա նշանակում է, որ մեկ աղբյուրում դա չի հայտնվում։ Հա, պետք է այնպես անենք, որպեսզի մենք նաև, եթե կարևոր թեմա է, փորձենք տեսնել արդյոք ուրիշները նույնպես սրա մասին գրում են, հետո ինչպես են գրում, որտեղ կարող է իրանք ուրիշ հայացքով են գրում եւ դա ավելի է մեզ տալիս հնարավորություն պատկերը բոլոր կողմերից նայել, որովհետեւ կամայական մարդ, նույնիսկ շատ օբյեկտիվ մարդ, ինչ որ կոնկրետ հայացք ունի։ Երրորդը մենք այստեղ պետք է նայենք, կա արդյոք այստեղ կողմնակալություն եւ ինչ տիպի։ Իրականում կամայական խմբագիր լրագրող մի քիչ կողմնակալ է։ Թեկուզ այնքանով, որ ինքը իր աշխարհայացք ունի, ոչ թե վատ առում է կողմնակալ, բայց ինչ որ բան համարում է ճիշտ, ինչ որ բան անում է սխալ։ Մեկ-մեկ այդ կողմնակալությունը կարող է լինի շատ հստակ մանիպուլատիվ բնույթի եւ սա օրինակ բերեմ, հա, նույն խմբավորումների մասին, օրինակ Սիրիայում։ Միտեղ կարող են ասել ապստամբներ ու նույն խմբավորման մասին ուրիշ երկրի լրատվամիջոցը գրի գրոհայինները կամ բանդիտները եւ այլն, որովհետեւ այդ երկրում դրանք այդպես են ընկալվում, այն երկրում այնպես դա արդեն նշանակում է, որ կա կողմնակալություն եւ դա մենք գոնե պետք է հաշվի առնենք։ Բացի դրանից մենք կարող ենք հետաքրքրվել, թե այս լրատվամիջոցը ընդհանրապես ինչ քաղաքական մոտեցումներ ունի, դա նաեւ նշանակում է, որ մենք պետք է հաշվի նստենք դրա հետ ու եւ փորձենք օրինակ հակառակ կարծիք ունեցող լրատվամիջոցում այդ նույն տեղեկատվությունը գտնել, որպեսզի ոնց որ բալանսավորենք կողմնակալությունը։ Եվ չորրորդը իհարկե դա պետք է մենք տեսնենք արդյոք այստեղ ակնհայտ ուղղորդված մանիպուլատիվ քարոզչական ապատեգատվական գործողություն կա, հա, դա կարող է մեզ հուշել, որ այս աղբյուրը ոնց որ ասած կեղտոտ է։ Այս աղբյուրը աշխատում է շատ կոնկրետ չարամիտ ձևով մեդիա դաշտում։ Հա, եթե մենք տեսնում ենք, որ աղբյուրը 1, 2, 3 անգամ ապատեգատվություն է տարածում, չի հերքում եւ այլն, մենք արդեն պետք է մեր մտքում գրանցենք, որ սա այն աղբյուրներից է, որոնցից կարելի է օգտվել միայն, որպեսզի իմանանք, թե ինչ տիպի ապատեգատվություն է հիմա տարածվում, ինչ տիպի ուղղորդված մանիպուլյացիաներ են գալիս, բայց ոչ տեղեկատվություն ստանալու համար։ Սա այն մի քանի փուլն է, որը մենք պետք է հաշվի առնենք տեղեկատվությունը սպառելիս, որպեսզի գոնե առաջին շերտով, այսպես կեղտը թույնը հանենք եւ զտենք տեղեկատվությունը մեր համար եւ մեր մտերիմների, որոնց հետո մենք դա փոխանցում ենք։ Այսօր այսքանը եւ կշարունակենք։